Բարև օրվա իրադարձությունների տեղեկատվությամբ ուղի եթերում հորիզոնն է, մարտի 6-ն է, հինգշաբթի։ Բաքվում անօրինաբար պահվող հայ գերիների կտանքների ու խոշտանգումների ենթարկվելու հանգամանքը եւ դրա վերաբերյալ միջազգային կառույցների ազանգերը խիստ մտահոգություն եւ դժգոհություն են առաջացրել նաեւ Եվրոպական խորհրդարանի падգամավորների շրջանում։ Այս օրերին քննարկումներ են տեղի ունենում, թե հաջորդ շաբաթ Եվրախորհրդարանի Ստրասբուրգում կայանալիք լիագումար նիստում падգամավորների այս վրթովմունքը արձագանքը ինչ ձև պետք է ստանա։ Չի բացառվում հարցի վերաբերյալ հրատապ դեբատների անցկացում եւ բանաձևի ընդունում։ Վարչապետ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի Եղիշե Կիրակոսյանն ազատվել է միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնից։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Եղիշե Կիրակոսյանն ամիսներ առաջ ձեռք բերված պայմանավորվածությամբ սեփական դիմումի համաձայն ազատվելու է պաշտոնից։ Ի դեպ Եղիշե Կիրակոսյանն իր Facebook-յան էջում պարզաբանել է, թե ինչու է նման որոշում կայացրել։ Ցանկանում եմ առավել կենտրոնանալ ակադեմիական, գիտական եւ մասնագիտական գործունեության վրա, նպաստելով Հայաստանի միջազգային իրավունքի ամրապնդմանը, ինչպես նաեւ իրավագիտական կրթության զարգացմանը, գրել է Կիրակոսյանը։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորոշվիլիի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմորակարգի տարածաշրջանային հարցերի շուրջ։ Միրզոյանը եւ Բոճորոշվիլին անդրադարձել են Հայաստան-Վրաստան բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շրջանակներում նախատեսվող առաջիկա ծրագրերին, երկու երկրների միջև հաստատված ռազմավարական գործընկերության համահունչ։ Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել են Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության ապահովման ուղղությամբ քննարկումներին։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբեդովը «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ կազմակերպությունը աշխատանքային կապեր է պահպանում Հայաստանի հետ։ Ուզում եմ եւս մեկ անգամ շեշտել, որ Հայաստանի Հանրապետությունը մնում է դաշնակից եւ կազմակերպության պարտավորությունները երկրի նկատմամբ պահպանվում են, ասել է նա։ Գրենլանդիան չի վաճառում եւ նրա ապագան կորոշեն կղզու բնակիչները։ Կոնգրեսում Թրամփի ելույթից հետո հայտարարել է Գրենլանդիայի վարչապետ Մուտե Էգեդեն։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը երեկ կոնգրեսին ուղղված իր ուղերձում ասել է, որ մտադիր չէ հրաժարվել Գրենլանդիայի նկատմամբ տարածքային հավակնություններից։ Արտաքին ու աշխարհաքաղաքական հասունացող զարգացումների մասին կպատմի միջազգային նորությունների տեսաշարը։ Ամերիկայի Միացյալ Նահանգները դադարեցրել է Ուկրաինայի հետ հետախուզական տեղեկատվության փոխանակումը, հայտնում է բրիտանական The Financial Times պարբերականը։ Հրատարակությունը նշում է, որ առանց ամերիկյան հետախուզության տեղեկատվության Ուկրաինայի զինված ուժերի համար ավելի դժվար կլինի արդյունավետ գործողություններ իրականացնել ռուսական զորքերի դեմ։ Կիևի հետ հետախուզության փոխանակման դադարեցման մասին տեղեկությունը հաստատել է նաև ԿՀՎ տնօրեն Ջոն Ռադքլիֆը Fox-ի եթերում։ Ամերիկյան վարչակազմի որոշումը կայացվել է 2 օր առաջ։ Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին Սպիտակ տանը Միացյալ Նահանգների եւ Ուկրաինայի նախագահների միջև տեղի ունեցած սկանդալային վեճից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրահանգել էր դադարեցնել Ուկրաինային տրամադրվող ռազմական եւ հումանիտար օգնությունը։ Իր հերթին Կիևի անանուն պաշտոնյան Բլումբերգին հայտնել է, որ Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից։ Ուկրաինայի եւ ԱՄՆ պաշտոնյաները պայմանավորվել են հանդիպել մոտ ապագայում։ Չորեքշաբթի օրը հայտնել է Վլադիմիր Զելենսկու գլխավոր օգնական Անդրեյ Երմակը ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մակ Ուոլցի հետ հեռախոսազրույցից հետո։ Երմակը նշել է, որ ինքը Ուոլցը քննարկել է արդար եւ կայուն խաղաղության հետագա քայլերը։ Մենք նաեւ կարծիքներ ենք փոխանակել անվտանգության հարցերի եւ դիրքորոշումների համաձայնեցման շուրջ Ուկրաինայի եւ Միացյալ Նահանգների միջև երկկողմ հարաբերությունների շրջանակներում, հավելել է Երմակը։ Իր ամենօրյա ուղերձում Զելենսկին հաստատել է, որ Կիևն ու Վաշինգտոնը աշխատում են հանդիպման վրա Երմակ Ուոլց զանգից հետո եւ որ ինքը հույս ունի առաջին արդյունքները տեսնել հաջորդ շաբաթ։ Բոլորը կարող են տեսնել, թե որքան արագ են զարգանում դիվանագիտական իրադարձությունները, ասել է նա, հավելելով, որ դրական առաջընթաց կա։ Ռուսաստանի զինված ուժերը հրթիռակոծել են Կրիվոյ Ռոգը։ Ուկրաինական կողմը հայտնել է, որ վնասվել է քաղաքացիական ենթակառուցվածքի շինություն եւ զոհվել է առնվազն 2 մարդ։ Մասամբ ավերված շենքը հյուրանոց է եղել։ Ռուսական իշխանությունները չեն մեկնաբանել հրթիռային հարվածը։ Քաղաքի պաշտպանության խորհրդի նախագահ Ալեքսանդր Վիլկուլը հայտնել է, որ վիրավորվել է 29 մարդ, այդ թվում 1 երեխա։ Վիրավորներից 20-ի վիճակը ծանր է։
Ամերիկայի Միացյալ Նահանգները հաստատել է, որ 1997 թվականից ի վեր առաջին անգամ ուղիղ բանակցություններ է վարել Համասի հետ։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաղեստինյան Համաս շարժումից պահանջել է անհապաղ ազատ արձակել Գազայի հատվածում պահվող բոլոր պատանդներին եւ հանձնել մահացածների մարմինները, դա անվանելով վերջնական նախազգուշացում։ Միջնորդները փորձում են Գազայի հատվածում հրադադարը երկարացնել մինչև երկրորդ փուլ։ Ըստ ՄԱԿ-ի պարենային գործակալության Գազայում 2 շաբաթվա պաշար կա։ Իսկ արաբական առաջնորդները միաձայն հավանության են եկել $53 միլիարդ արժողությամբ Գազայի հատվածը վերականգնելու հնգամյա ծրագրի շուրջ, որի գլխավոր կետերից մեկը այն է, որ պաղեստինցիները չպետք է տեղափոխվեն Գազայից։ Այս ծրագրով արաբական երկրները փորձում են հակազդել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ափամերձ անկլավին տիրանալու առաջարկին, հայտնում է Ալ Ջազիրան։ Հարավային Կորեայի Պոչեոն քաղաքում ռազմաօդային ուժերի կործանիչից ռումբը պատահաբար ընկել է բնակելի շենքի վրա, հաղորդում է Yonhap գործակալությունը, նշելով առնվազն 7 վիրավորի մասին։ Դեպքի առիթով հետաքննություն է ընթանում։ Yonhap-ը նախորդին հաղորդել էր, որ Հարավային Կորեան եւ Միացյալ Նահանգները համատեղ վարժանքներ են անցկացնում հյուսիսկորեական սահմանի մոտ գտնվող Պոչեոն քաղաքի ուսումնամարզական հրապարակում։ Վարժանքներին ներգրավված է 160 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում տանկեր, ուղղաթիռներ եւ կործանիչներ։ Պոչեոն գտնվում է Սեուլից 43 կիլոմետր հյուսիսային Կորեայի սահմանի մոտ։ Ալլա Ղալաչյան, Հորիզոն։ Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել է падգամավոր Հայկ Սարգսյանի առաջարկած փոփոխություններն ու լրացումները հարկային օրենսգրքում։ Հիշեցնենք, նախագծով առաջարկում է 2 անգամ բարձրացնել օնլայն կազինոների եւ բուկմեյքերական գործունեության համար նախատեսված տուրքերը։ Ըստ հեղինակի այս օրենքի ընդունման արդյունքում կունենանք տարեկան շուրջ 13 միլիարդ դրամ հավելյալ պետական եկամուտ։ Առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում կառավարությունը որոշակի փոփոխություններ է առաջարկել, որոնք ընդունվել են։ Հիշեցնեմ, պետական տուրքը նախատեսված է խաղադրույք ընդունելու, իրավունք ձեռք բերելու, քվոտավորման տրամաբանությամբ եւ կառավարության առաջարկն այն է, որ անմիջապես ապրիլի 1-ից 2 անգամ բարձրացվի պետական տուրքը, այնուհետ յուրաքանչյուր տարվա սկզբից աճը լինի շարունակական յուրաքանչյուր այս պահին գործող պետական տուրքի չափով, մինչև այն պահը, երբ որ կստեղծվի խաղային ոլորտի մոնիտորինգային կենտրոնը եւ կներդրվի օպերատորի ինստիտուտը։ Նախագիծը այս տեսքով մեզ համար արդեն ընդունելի է։ Նշեմ, որ հիմա այս նախագիծը լուծում է ոչ թե խաղամոլության չտարածման խնդիր, այլ արդարացի հարկման խնդիր։ Խաղամոլության չտարածման խնդիրը լուծում են այլ նախագծերը, որոնք մի մասը ընդունված են, մի մասն մենք դեռ կընդունենք ու իրար հետ աշխատենք։ Ֆինանսական բեռի բարձրացումը մենք ձևակերպել ենք այնպես, որպեսզի այն ամեն տարի բարձրանա եւ այս գործիքի միջոցով մենք կարողանանք լուծել օպերատորի հարցը։ Օպերատորի միջոցով մենք սահմանափակելու ենք մեր հայրենակիցների կազինո խաղալու հնարավորությունները։ Որոշ սոցիալական խմբերի եւ պետծառայողների դեպքում ընդհանրապես արգելելու ենք այն։ Մինչև սահմանափակումների գործելը եւս մեկ անգամ խնդրում եմ։ Սիրելի հայրենակիցներ, դուրս եկեք օնլայն կազինոներից։ Խաղալով օնլայն կազինոներում դուք երաշխավորված պարտվելու եք։ Դա աքսիոմատիկ ճշմարտություն է, ոչ ոք եւ երբեք չի կարող հաղթել օնլայն կազինոներում։ Հիմա ասում եք բանում այդ կազինոները բակերից վերացել են։ Բակերից վերացել եկել մտել են մարդկանց գրպանը։ Ամեն մեկի գրպանը հեռախոս կա, ամեն մեկի գրպանը կազինո կա, ուրեմն։ Այո, ես էլ եմ կոչով մի անում, չգիտեմ ինչքանով կօգնի, չի կարելի դրանով ընդհանրապես զբաղվել, դա պիտի մերժվի, արմատախիլ արվի մեր իրականությունից, դա ոչ բիզնես է, ոչ էլ օգուտ է, ամեն ձևով էլ վնաս է, պիտի մեզանից հեռացնենք, ձեր խնդիրները այդպես էլ մնաց, ընդամենը լավագույն դեպքում 13 միլիարդ նորից այդ կրվողների գրպանից կգնա լավագույն դեպքում պետական բյուջե։ Պետք չի պանիկայի մեջ ընկնել։ Այո, շատ վատ բան է։ Այո, ես էլ կարող եմ կոչանել, բայց կոչերն ու գնահատականները այստեղ չեն օգնելու։ Օգնելու են կոնկրետ մեխանիզմները, որոնք որ ըստ էության օրենքներով արդեն սահմանված են։ Եվ դրանց անձնականացումը խաղացողների ըստ էության օպերատորի ներդրումով դա նույնպես իդենտիֆիկացիայի ենթակա է, մարդկանց եկամուտները եւ ծախսերը այս ոլորտում նույնպես իդենտիֆիկացվելու են եւ մեր կառավարության գործընկերները ես գիտեմ, որ ջանքեր չեն խնայում հնարավորինս շտապ եւ արագ օպերատորի հարցը լուծելու համար եւ մենք կգնանք հերթով այդ խաղացողների հետևից եւ կփորձենք
իրենց սոցիալական ստատուսին համապատասխան արգելքները կիրառել։ Այս կարևոր խնդիր է, որը ի վերջո շատ դեպքերում ավարտվում է խաղամոլությամբ։ Ես ուզում եմ իմանալ, թե որ պետական մարմինն է պատասխանատու ազգային օպերատորի ինստիտուտի ձևավորման համար, պարոն Պողոսյան, երբ է դա լինելու, ես ուզում եմ, որ հստակ ժամանակացույց ասեք, ժամկետ ասեք, երբ է Հայաստանում լինելու ազգային օպերատոր։ Օրենքի մեջ նշված է, որ օպերատորը պետք է լինի այս տարվա ընթացքում։ Այսինքն նշված չէ, որ օրենքը ընդունելուց անմիջապես հետո օպերատոր պիտի լինի, որտեղ դա աշխատանքային process է ու ժամանակ է պահանջում ու ով է դրանով համար պատասխանատու պետական եկամուտների կոմիտեն, ու մենք պիտի ամեն ինչ անենք, որպեսզի այդ process-ը արագանա։ Մարտի 5-ը եւ մինչեւ ժամը 18-ը վերջնաժամկետներ քաղաքական ուժերի համար Գյումրիի Ավագանու արտահերթ ընտրությունների մասնակցության փաստաթղթերի փաթեթը ներկայացնելու։ Առայժմ ու միայն առաջադրման փաստաթղթերի ներկայացման գործընթացի ավարտի արդյունքներով արտահերթ ընտրությունների մասնակցելու հայտ է ներկայացրել 9 քաղաքական ուժ, 6 կուսակցություն եւ 3 դաշինք։ Տարածքային ընտրական հանձնաժողովն այսօրվանից սկսած եւ մինչեւ մարտի 10-ը ուսումնասիրելու է քաղաքական ուժերի փաստաթղթային փաթեթները, որից հետո նոր կսկսվեն Ավագանու թեկնածուների գրանցումը։ Վերջին օրը ու վերջին ժամերին էին որոշել իրենց փաստաթղթերը հանձնաժողովին ներկայացնել արտահերթ ընտրությունների մասնակցելու որոշում կայացրած քաղաքական ուժերի մեծ մասը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ժամանակացույցով թեև գործընթացը սկսվել էր փետրվարի 21-ից։ Վերջին օրվան թողնելու պատճառներ ու բացատրություններ կուսակցություններն ու դաշինքները համենայն դեպս ունեցել են։ Փաստաթղթային փաթեթի ներկայացնելու պահանջներն են շատ եղել։ Կուսակցություններին ես բոլորին ժամանակին խնդրել եմ, որ վերջի օրը վերջի ժամին մի բերեք, ամսի 1-ին որ բերեին, ոչ մի խնդիր չէր առաջանա։ Մի հատ կնայենք, խորհուրդ կտանք, կտանեին, կփոխեին, կբերեին։ Թերի բաներ, խնդիրներ ու փոքր թերություններ ոչ բոլորի մոտ, բայց կային ու հասցրեցին վերջնաժամկետի վերջին րոպեներին շտկել։ Մարտի 5-ից առաջ հանձնաժողովը ընդունել էր ընդամենը 3 քաղաքական ուժերից ստացված փաթեթներ։ Առաջինը եղել է կոմունիստական կուսակցությունը, որը ներկայացրել է Ավագանու թեկնածուների 33 հոգանոց ցուցակով եւ որը գլխավորում է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ Հաջորդը 40 հոգանոց ցուցակով ներկայացել է Իմ հզոր համայնք կուսակցությունը, որի առանցքային թեկնածուն է պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը։ Ժամկետի ավարտին չսպասած առաջադրված մյուս քաղաքական ուժը Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունն է։ Ավագանու 32 թեկնածու ունեցող ցուցակով, որը գլխավորում է Արտյոմ Թումանյանը։ Առաջադրման վերջին օրվան մնացած ամբողջ աշխատանքը հանձնաժողովը ստիպված էր հասցնել մինչև ժամը 18-ը։ Մոտ 1 ժամվա կամ գուցե ավելի քիչ տարբերությամբ թիվ 31 տարածքային ընտրական հանձնաժողով էին գալիս առաջադրվող քաղաքական ուժերը։ Դեմոկրատական այլընտրանք կուսակցությունը 23 հոգանոց ընտրական ցուցակով ներկայացավ, որը գլխավորող թեկնածուն Արտյոմ Ղարաղազարյանն է։ Փաստաթղթերը ներկայացնողը կուսակցության քաղաքական խորհրդի նախագահն է Սուրեն Սուրենյանցը։ Ապրելու երկիր կուսակցությունը Գյումրիի Ավագանու արտահերթ ընտրությունների է գնում 30 հոգանոց ցուցակով։ Այն գլխավորում է Գյումրիի նախկին Ավագանու անդամ Կարեն Մալխասյանը։ Հայրենիք եւ Միացյալ Հայաստան կուսակցություններից ստեղծված մեր քաղաքը դաշինքը ներկայացավ Ավագանու թեկնածուների 34 հոգանոց ցուցակով, որը գլխավորում է ազգային ժողովի падգամավոր Մարտուն Գրիգորյանը։ Դաշինքի փաստաթղթերը հանձնաժողովին ներկայացրեցին նախկին Ավագանու հանրապետական եւ Զարթոն խմբակցությունների նախկին անդամները։ Մի բան էլ հարցնել, ձեր լիազոր ներկայացուցիչները ձեր ընդրական ցուցակում կա, թե ցուցակից դուրս մարդիկ։ Կա, որ կա, մի հոգի։ Որտե՞ս հերոս է լինը։ Առաջին անգամ Իմ պայքար, իմ հայրենիք եւ ինտելեկտուալ Հայաստան կուսակցությունների ձևավորված Մայր Հայաստան դաշինքի ընտրական ցուցակը գլխավորում է գործարար Կարեն Սիմոնյանը։ Դաշինքի ցուցակում 57 Ավագանու թեկնածուի անուն ազգանուն կա։ Թեկնածուների առավելագույն թվով 99 հոգանոց ցուցակով այդ պահին ներկայացավ նաեւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Փաստաթղթերի փաթեթը ցուցակը գլխավորող թեկնածուն հանձնեց Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը։ Այն կողմը ձեր ցուցակը կնայեք, այս կողմը պարոն շատ երկար չսպասեք, ժողովուրդ ջան։
Ընտրությունների մասնակցության հայտ ներկայացնող եւս մեկ նոր ձևավորված դաշինքի առանցքային տեխնացում ժուրնալիստների ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանն է։ 3 արևմտամետ ուժերի միավորումից ձևավորված Եվրադաշինքի ընտրական ցուցակում ավականու տեխնացուները 25-ն են։ Այսպիսով, ավականու արտահերթ ընտրություններում պայքարի հավակնորդ են դառնալու 6 կուսակցություն եւ 3 դաշինք, ընդհանուրը 9 քաղաքական ուժ։ Բոլորի հայտերը հանձնաժողովն ընդունեց առանց բովանդակային ուսումնասիրության, թեև ներկայացված ցուցակներում հայտնաբերվեցին այնպիսի անճշտություններ, որոնք այդ պահին եւ հրատապ շտկվեցին։ Ժամկետի ավարտից հետո ցուցակների հետ ոչ մի մանիպուլյացիա անել հնարավոր չի։ Ցուցակը հետ է բերել ես, միայն կարող է այդ ցուցակը պակասել, ավելանալ հնարավոր չի։ Այսօրվանից սկսած եւ 5 օրյա ժամկետում հանձնաժողովը մանրամասն ուսումնասիրելու է առաջադրված քաղաքական ուժերի բոլոր փաստաթղթերը։ Օրենքով թույլատրելի անճշտություններն այդ ընթացքում վերացնելու հնարավորություն կա, բայց օրենքը սահմանում է նաև առաջադրված տեխնացուներին չգրանցելու դեպքերը։ Կարող է մարդիկ լինեն, որ անհամապատասխանելիություն լինի, ասենք այն պաշտոնին աշխատում, որ անհամատեղելի է, չեն կարող առաջադրվել, օրինակ ուժային կառույցների, ասենք ոստիկանություն, քննչական, ինչ ասեմ, բարեկային ծառայություն, դատախազություն, ազգային անվտանգություն, այն, այդ աշխատակիցները իրավունք չունեն տեխնացու որպես առաջադրվեն, եթե այդպիսի բան եղավ, իրենց կհանենք ցուցակից։ Մարտի 10-ին մինչև ժամը 18-ը հանձնաժողովը պետք է ավարտած լինի փաստաթղթերի ուսումնասիրումը եւ նույն օրը կատարելու է առաջադրված տեխնացուների գրանցումը։ Գրանցումից հետո վիճակահանությամբ պարզ կդառնա, թե մարտի 30-ին քաղաքական որ ուժը որ համարի տակ է հանդես գալու քվեաթերթիկում։ Վիճակահանությունը որտեղ է լինելու կենտրոնական ընտրական հանձնաժողովում, թե թիվ 31 ընտրատարածքայինում կհստակեցվի գրանցումից հետո։ Մարինե Տերբենյան, Արտյոմ Խաչատրյան, Հորիզոն։ Այժմ այսքանը, ծանոթացեք նորությունների ժամը 20-ին։